Լինոց-Մինդայի շրջանում իրականացվող շինաշխատանքային գրաֆիկը կազմվում է տեղական բյուջեից հատկացված գումարի, տարածաշրջանային հիմնադրամից ստացվածի եւ գյուղի աջակցման ծրագրով նախատեսվածի հիման վրա։ Մեր եթերում բազմից անդրադարձել ենք տեղական բյուջեով իրականացվող աշխատանքներին, իսկ այսօր խոսելու ենք գյուղի աջակցման ծրագրով նախատեսված աշխատանքների համար հայտարարված շինարարական մրցույթների մասին։ Նրա թե երբ են սկսվելու այս ծրագրի շինարարությունները։ 2015 թվականի համեմատությամբ այս տարի բավական մեծացել էր գումարը, 2015-ին մենք ունեինք 543,000 լարի գումար, այս տարի 2016-ին դա դարձել է 572,000։ Մրցույթները լրիվությամբ հայտարարվել են, մրցույթները արդեն կարող եմ ասել, որ ավարտվել են, հիմնականում մնացել է մոտ 10 պայմանագիր, որ պետք է կազմվի, մնացածներ արդեն կազմվել են։ Հիմնականում նորից նույն աշխատանքների շարունակությունն են, տարբեր բնույթի աշխատանքներ կան, եւ ճանապարհների հարթեցում կա, եւ գերեզմանոցների ցանկապատում կա, ծիսակատարությունների շենքերի վերանորոգում կա, ունենք նաեւ գյուղական ծրագրով մանկապարտեզների շինարարություն, գյուղական ծրագրով ունենք գիշերային լուսավորության շինարարություն, անասունների խմելու ջրի այդ ավազանների, ասեմ, դրանց շինարարություն, այնպես որ բազմաբնույթ են եւ այս աշխատանքները մոտորես կսկսվեն, մնացել են մոտ 45 տենդերային, 45-ից մնացել են 10, որոնք այս եկող շաբաթ-ընթացքում էլ իրենց փաստաթղթերը կներկայացնեն մեր պետական գնումների ծառայություն գործող օրենսդրության համաձայն, որից հետո իրենք կսկսեն իրենց աշխատանքները։ Գյուղի աջակցման ծրագրի շինաշխատանքային ցուցակը կազմվում է գյուղացիների ցանկությամբ։ Տարեսկզբին վարչության շինարարության եւ ենթակառուցվածքների բաժնի աշխատակիցները շրջում են շրջանի բոլոր գյուղերով եւ գյուղացիների ցանկության ցուցակագրում շինարարական պահանջները։ Սակրեբուլոյի падգամավոր Սիսակ Այվազյանն այս ծրագիրը համարում է ստացված։ Ըստ նրա, կարևորը երբ քաղաքացիներն առանց վերադասի միջամտության իրենք են որոշում, թե ինչ է իրենց անհրաժեշտ։ Գյուղական ծրագիրը մի մեծ, այսպես ասած, աջակցություն է հենց գյուղի զարգացման համար։ Պետությունը պատահական նկատառումներ չի ունենում եւ հարցին հարցով հարցնելով գյուղի բնակիչների կարծիքը, բարձրբնական այդպես պիտի լինի, ոչ թե վերևներից կամ ինչ որ այլ տարածքներից հրահանգով։ Ասելիքս կուզեի ասել ինչ իմաստով, որ ոչ միայն անհատների մոտեցում են գյուղերում որոշ խմբի, այլ հնարավորության սահմաններում մեծամասնությանը կարծիքը հայտնելու։ Որտեվ տեղյակ եմ շրջանային որոշ գյուղերում մի քանի հոգու կարծիքն է ընդառաջվում կամ ասվում կամ նկատի ունեցվում։ Այդ մոմենտն է, ինչ նշանակում է ծրագրի կատարմանը ու ինչ նկատառումների, դա մեծ աջակցություն է, նորից եմ կրկնվում, որովհետև կան հարցեր, որ պետական մասշտաբով այլ կարգի չի լուծվելու։ Իսկ հոգս հոգալու համար մեկ, եթե կարելի այդպես արտահայտվել, վատ չէ։ Կուզենայի շնորհակալություն ասել կառավարությանը, այն ընկերության, ովքեր այս կարգին մտահղացում են ծրագրավորը ու տա Աստված երկարատև լինի ու մարդիկ գոհ մնան արած աշխատանքից եւ որակից եւ քանակից։ Շրջանի գրեթե բոլոր գյուղերում իրականացվում են ոչ թե մեկ, այլ մի քանի աշխատանքներ։ Բնակիչները գոհ են, որովհետեւ այս ծավալի շինաշխատանքները 1-2 տարվա ընթացքում մի քանի տարի առաջ կարելի էր համարել պատկերացումից հեռու։ Լուսավորված է ամենա գրանի փողոցները լուսավորված են, շատ լավ են։ Շատ լավ է, ժողովուրդը կարող է գործիքեր տան մարդկա, կարող է եւ գյուղի համար է շատ լավ, որովհետեւ լուսավորված է։ Գիտես որ մարդ կաբրող լույս է, մութ չէ։ Լինոց-Մինդայի շրջանի վարչության պետը նաև ասում է, որ այս տարի իրականացվելու է միջքաղաքային կենտրոնական ճանապարհի վերանորոգում։ Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ վերջերս Վրաստանի խորհրդանի падգամավոր Հենզել Մկոյանը խոսել էր վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլիի հետ։ Այս տարի հիմնականում մեր Լինոց-Մինդայի մունիցիպալիտետում պետք է ասեմ, որ շինարարության առումով մոտ 1,900,000 լար ունենք բյուջեից գումար, որ հիմնականում ուղղված է լրիվությամբ շինարարությանը, դա եւ գոյուղին է, եւ կամուրջներն են, եւ գիշերային լուսավորություններն են, ասենք Սաղամո, Օրջալար, Արլովկա, Խանչալի գյուղում կա,
Գոնդուրայում, մեծ Գոնդուրայում, Մամզարայում, Տիլիֆում, փոքր Գոնդուրայում, Ղուլալիսում, որոնք հիմնականում մեր տեղական հիմնակառավարման բյուջետից են իրականացել այդ աշխատանքները, ունենք նաև ցուցակատարությունների շենքերի վերանորոգում մոտ 175,000 լարի սահմաններում, ինչպես նաև քաղաքում, ասենք, եղած է, ունենք բավականին մեծ գումար տարբեր գյուղական համայնքներում, հենց միջոցառումների այդ ծիսակատարությունների շենքշինությունների համար կահույքի ձեռքբերման աշխատանքներ են, այնպես որ իր բնույթով ունենք նաև բավականին մեծ գումարներ տարբեր գյուղերում կան, ասենք, անձրևաջրերի հեռացման այդ սիստեմների վերանորոգման աշխատանքներ, բազմաբնույթ են աշխատանքները եւ դա հնարավորություն կա մանկապարտեզների շինարարություն ունենք նորից, բազմաբնույթ են աշխատանքներ եւ ասենք իրենք իրենց քանակով չեն զիջում անցած տարվանը, դրան գումարած այս 2 ամսվա ընդմիջումը, որը հիմնականում կախված է, ասենք, ընտրությունների հետ, այլ կերպ ասած 60 օրը, որը սահմանված է մինչև հոկտեմբերի 8-ից օգոստոսի 8-ը, մենք իրավունք չունենք, ասենք, տեղական հիմնակառավարման բյուջեին որոշակի փոփոխություն մտցնել, ելնելով, որ ընտրողներին սիրահաշայել կլինի, ինչ-որ ձևով նրանց կաշառել կլինի, դրանից ելնելով մենք 2 ամիս այլևս բյուջեին փոփոխություն չենք կարող անել, ծավալը մեծացնել նոր, բայց որովհետև այս մրցույթներից բավական մեծ գումար մնացել է եւ մենք կարող ենք ասենք նորանոր ծրագրեր իրականացնել այդ տեսակետից, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ որ հոկտեմբերից հետո մենք եւս որոշակի աշխատանքներ կիրականացնենք, դրան գումարած պետք է ասեմ, որ 1,700,000 ասֆալտ ունենք իրականացնելու, այդ ասֆալտաբանման աշխատանքները եւս 435,000 լարով ավելացավ իշնորհ մեր դեպուտատի, որը ասենք պրեմիեր վարչապետի հետ հանդիպման ժամանակ կարողացել են ավելացնել, բացի դրանից խոստացել են, որպեսզի Մինոց մինչև ասենք Մաքսատուն կամ Հայաստանի սահմանը գնացող այդ ճանապարհն այս տարի պետք է վերանորոգվի, դա էլ ասեմ, այնպես որ այս տարի մոտ արդեն մենք 4,300,000-ի հասնող շինարարական աշխատանքներ ենք իրականացնում, կարծում եմ, որ սա Նինոսմինդայի համար, Նինոսմինդայի մակարդակով բավականին մեծ թիվ է։ Բոլոր գյուղական համայնքներում, բոլոր գյուղերում որոշակի աշխատանքներ են կատարվում եւ չկա մի գյուղ, որ ասենք ինչ որ աշխատանքներ չկատարվում, դա եւ լուսավորությունն է եւ ասեն եւ ջրագծերի վերանորոգումը, որը վերովում Չեհիշատագեցի, այնպես որ այս տարի եւս բավականին մեծ ծավալի աշխատանքներ ունենք կատարելու եւ կատարում ենք եւ հույս ունեմ, որ ժամանակին կհասնենք մինչեւ ծմերվա սկսվել այդ աշխատանքն իրականացնել եւ այս տարի եւս նորմալ վերջացնել ամեն ինչ։ Մրցույթներից մնացած գումարները եւս բավականին շատ են, ասում է վարչության պետը։ Դրանք շինարարության մեջ կդրվեն ընտրություններից հետո, իսկ թե ինչ շինարարություններ կկատարվեն այդ գումարներով ցույց կտա ժամանակը, բայց մի բան հաստատ է, ամեն ինչ արվում եւ արվելու է հանուն շրջանի կառուցման, հանուն բնակիչների բարեկեցության։